Շատ լավ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում աղեղնավորներին հաջորդ շաբաթ հունիսի 28-ից հուլիսի 4-ը։ Հետևելով մարդկանց կոմենտներին, հարգելներս, ես մի քիչ ավելի այլ ֆորմատով կնայեմ սրանից հետո շաբաթվա կանխատեսումները, մարդիկ նեղվում են, զույգերն ասում են միայնակների համար եք ասում, միայնակներն ասում են միայն զույգերի համար եք ասում։ Ես ինչ կարտեյացույց են տալիս հարգելներս, այն էլ ասում են, իմ ուզելով չէ։ Բայց ամեն դեպքում ընդառաջելով կոմենտներին, մարդկանց ցանկություններին, ես երկու կարտ կհանեմ անձնական հարաբերությունների համար։ Չնայած որ այս անձնական հարաբերությունները միայն սիրո թեմայով չեն, այստեղ կարող է ներքուր եղբայր, ընտանեկան հարաբերություններ, ազգական, բարեկամ, ընկեր, ընկերուհի, դեպքում մենակ ու զույգով լինելը առանձնապես նշանակություն չունի։ Բայց որ շատ են ուզում մարդիկ, ամեն դեպքում կընդառաջեմ։ Համար այսօր եւս լրացուցիչ կարտ կհանեմ։ Հույսով ինչ-որ հետաքրքիր ինֆորմացիա հաղորդեմ կարտերը։ Շատ լավ, ինչ է սպասում աղեղնավորներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը անձնական հարաբերություններ միայնակների համար, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրությունը տեսնում եմ այգի, պուրակ, եւ տեսնում եմ շատ շփում, շատ խոսակցություններ, շատ կուզենաք դուրս գնալ, ժամանցի հետաքրքիր վայրեր գնալ, հարգելի աղեղնավորներ, կամ միգուցե կարտերը խորհուրդ են տալիս, մի մնացեք տանը, եթե ինչ որ խնդիրներ ունեք, նեղվում եք, տեսնում եմ ինչ որ մտքեր ունեք, ամեն դեպքում ձեզ անհանգստացնում են, դուրս եկեք տնից, գնացեք պուրակ, շփվեք ձեր ընկերների հետ, ծանոթների հետ, կամ ընտանիքի հետ, չգիտեմ։ Ամեն դեպքում ձեզ խորհուրդ են տալիս կարտերը շատ շփվել, գնալ հետաքրքիր վայրեր, տնից դուրս գալ։ Միայնակների համար տեսնում եմ փոփոխություն։ Սա փոփոխության կարտն է։ Որոշ միայնակներ կուզեն տնից դուրս գալ, գնալ արտերկիր կամ ճամփորդել պարզապես։ Կամ պարզապես մարդիկ պատրաստ են փոփոխությունների, ներողություն կարտ ընկավ։ Ես վերադարձա։ Տեսնենք ինչ փոփոխություն է սպասում միայնակ աղեղնավորներին հաջորդ շաբաթ։ Ես նկարում աղջիկ եմ տեսնում, բայց պարտադիր չի, որ աղջիկ լինի։ Կարող է եւ լինել տղա։ Անձնականում ինչ որ փոփոխություններ եմ տեսնում։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելիներս, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Ես եւս մեկ աղջիկ եմ տեսնում, բայց ելի եմ կրկնում, այստեղ պարտադիր չէ։ Տեսեք, ես տեսնում եմ այստեղ միայնակ աղեղնավորներ, որոնք շատ վաղուց են մենակ, այսպես խարսխի պես մենակ, իրենց համար մի տեսակ ճանապարհը փակեր հարաբերությունների, անդադ ինչ որ ընտրության առաջ էին կանգնած եւ չէին կարողանում առաջ շարժվել, առաջ խաղացում չէր լինում։ Նույնիսկ եթե փորձում էին նոր մարդկանց հետ շփվել, ես չգիտեմ, երևի ունեցել եք անձնական հարաբերություններ, կարող է ունեցել եք, կարող է չեք ունեցել։ Ամեն դեպքում ինչ որ փորձ եղել է, մի անգամ մի տարբերակ եղել է, բայց ինչ որ մեկին կորցրել եք դուք։ Ես տեսնում եմ իրականում արև, տեսնում եմ շատ դրական մեծ փոփոխություն։ Դա կարող է լինել, որ ինչ որ մեկին կհանդիպեք, կհասկանաք, որ այս մեկի հետ ես կուզենամ ընկերանալ, մտերմանալ, լուրջ հարաբերություններ ունենալ հնարավոր է։ Ես չեմ կարող ասել հաջորդ շաբաթ արդեն կսկսեք հարաբերություններ ունենալ, թե ոչ, բայց շատ լավ եմ տեսնում։ Միգուցե պարզապես հայտնվի այդ մեկը հաջորդ շաբաթ։ Արևով էլ եմ ասում փոփոխություններ, առաջի կարտը եւ տեսնում եմ արև, այսինքն շատ դրական փոփոխություն է։ Ինչ եք ուզում անել, եթե ճանապարհ եք գնում, ինչ էլ որ խոչընդոտներ եւ այլն լինեն, որտեղ այստեղ միայն սիրո պատմություն չի կարող լինել, միայնակ եք թե միայնակ չեք, նշանակություն չունի։ Վաղուց եք մենակ, բայց էլ եմ ասում, ես այստեղ տեսնում եմ ինչ որ տխուր եք, ինչու մի բան կյանքում չէր շարժում, այս տերևին անձնական կյանք չէր շարժում, տեսակ ճանապարհը փակ էր։ Չէ, ամեն դեպքում ես փոփոխություն տեսնում անձնական հարաբերություններում, այստեղ ճիշտ ասած ճանապարհ։ Նույնիսկ եթե ուզում եք ճանապարհ գնալ, փոփոխության համար եք ուզում գնալ, ժամանակավոր, չգիտեմ, հարձակուրդ եք ուզում գնալ, որտեղ մենակ եք մնացել, նեղվում եք։ Անձնականում էլ եմ ասում, հարաբերությունները կանգնել էին, բայց այնպես չի որ տարբերակներ չեն եղել, այդպես կարող եմ ասել, տարբերակներ եղել են։ Եվ փորձել եք, սկսել եք հարաբերություններ, բայց վերջացել եք, կամ միգուցե սա անցյալի մասին է, կտրվել է ինչ-որ բան, ինչ-որ մեկը հեռացել է ձեզնից կամ դուք եք իրեն հեռացրել։
Չնայած որ դուք հույս եք ունեցել, որ այս հարաբերությունները շատ են դրջանալու։ Ամեն դեպքում ես տեսնում եմ դուք ինչ որ կորուստ ունեցել եք կամ փորձեր եք արել, ուղղակի չի ստացվել, բայց փոփոխություն է սպասում շատ դրական, շատ դրական, հարգելիներս։ Կամ ձեր կյանքում աղջիկ կհայտնվի, որ իսկապես կկարողանաք նորից սիրել, հարգելի աղեղնավորներ, կամ աղջիկների կյանքում փոփոխություն կլինի իրենց անձնական կյանքում։ Շատ լավ եմ տեսնում, հարգելիներս։ Աստվածտա այդպես է լինի։ Ինչ եմ տեսնում զույգերի հետ տեսնում եմ շատ շփում, շատ զրույցներ։ Տեսնենք, ինչ է նշանակում։ Զույգերը կարող են լինել ամուսնացած եւ չամուսնացած զույգեր։ Տեսնենք ինչ կհուշեն կարտերը հաջորդ շաբաթ զույգերի համար։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Ինչ որ ճանապարհ է բացում ձեզ համար, շատ հաջող ճանապարհ է բացում, հարգելի աղեղնավորներ։ Տեսեք, ես զույգերի համար եմ նայում, բայց ոչ մի կերպար չեմ տեսնում, բացարձակ ոչ մի։ Այստեղ խոսակցություններ են, չգիտեմ դուք ում հետ եք խոսում։ Ես կարող եմ ասել, որ մի տեսակ հարաբերությունները կանգնել են, չեն վերջացել, բայց մի տեսակ կանգնել են։ Փոփոխություն եք սպասում, լուր եք սպասում, ում հետ եք, ինչ որ մեկի հետ շփվում եք եւ լուր եք սպասում, որ ձեզ պատասխանեն, այսպես ասեմ, ինչ որ ձգձգվում է պատասխանը ուշանում է, չի գալիս։ Ես տեսնում եմ փոփոխության կարտով, որ իրականում ձեզ լուր կգա։ Չեմ կարող ասել էլի անձնականի հետ ընտանիքում ինչ է, տեսեք, ոչ մի կերպար չեմ տեսնում, որ ասեմ, այստեղ ամուսնացած են, չամուսնացած են, չեմ կարող ասել։ Ամեն դեպքում ես տեսնում եմ, որ հարաբերությունները կանգնած են։ Շփում մեկ լինում է, մեկ չի լինում, մեկ կտրվում է, մեկ չի կտրվում, ես չգիտեմ, հեռու է միգուցե զույգը կդժվարանամ ասել ճանապարհ անկեղծ ասած չեմ տեսնում, բայց տեսեք ինչ հետաքրքիր բաներ եմ տեսնում։ Չէ, էլի եմ ասում, չէ, չեմ ուզում ավելի բարդացնել, խճճել ոչ ձեզ, ոչ ինձ։ Ամեն դեպքում իսկապես կերպարներ չեմ տեսնում, չեմ կարող ասել ամուսնացած են, թե ամուսնացած չեն այս զույգերը։ Խոսակցություններ կան, միշտ չի որ հաճելի խոսակցություններ են, մեկ-մեկ խոսում եք, բայց գրում եք միգուցե պատասխան չեք ստանում, հաղորդակցություն չկա, փոփոխություն եք ուզում, բայց հարաբերությունները կանգնած են։ Գիտեք, այսպես 9-ով կարող եմ ասել, որ իրականում ձեր մեջ ամեն ինչ կորած չէ, որտեվ ձեր մեջ նորմալ մարդկային հարաբերություններ կան։ Ուղղակի կանգնած է, այսինքն առաջ խաղացում չկա, այսպես կասեմ, ինչ որ եղել է, ինչ որ կա, դա ձեզ չի բավարարում, դուք ավելին եք ուզում, մի տեսակ միգուցե ռոմանտիզմ է մարել հարաբերություններում, հետաքրքիր է եւ կան հարաբերությունները կան, բայց իրականում նավակը կանգնած է, առաջ չի գնում։ Ամեն դեպքում զույգերից մեկը եւ հավանաբար աղեղնավորն է, որտեղ աղեղնավորների համար եմ նայում, զույգերը զույգ եք, բայց դժգոհ եք դուք ձեր անձնական հարաբերություններից։ Ես այստեղ ճիշտ ասած շատ հաջող կարտ եմ տեսնում, ինչ որ նոր ճանապարհ է բացվում, այսինքն ինչ որ տարբերակ կարող է առաջանալ, ինչ որ տեսեք մի քանի լրացուցիչ կարտեր հանեմ, վերջում լավ է վերջանում, ուրախ եմ, բայց միգուցե մի շաբաթ կարողանաք իրար հետ ավելի պարզ շփվել, զրուցել, իրար հասկանալ, որտեվ համ զույգ են, համ զգացմունքներ կարծես կան, հարաբերություններ կան, բայց առաջխաղացում չկա, աղեղնավորը դժգոհ է կամ աղեղնավորից են դժգոհ։ Ես ի վերջո տեսնում եմ, որ զույգերի մեջ զույգը զույգեր մնում է, այսպես ասեմ։ Չէ, էլի դրական կարտեր տեսնում եմ, հարգելիներս, տեսնում եք, այստեղ աղջիկ էլի նամակը ձեռքին, աղջիկը անդադ նամակի է սպասում, այդպես կարող եմ ասել։ Ինչ որ անդադ լուրի է սպասում, այստեղ սարն է, լեռն է, այսինքն խոսակցությունները սպասում է, լուրի է սպասում, տեսեք, սա լուրն է, սա էլ աղջիկն է սպասում է, ղարի տզով կարող եմ ասել, բավականին երկար է սպասում, անդադ խնդիրներ կան, նույնն այստեղ էի ասում, լուրը մեկ գալիս է, մեկ չի գալիս, շատ երկար է սպասում, ինչ լուրի է սպասում, ինչի հետ է կապված, կդժվարանամ ասել, բայց ես հետո շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, աշտարակը տեսնում եմ, աշտարակը կառուցվել է։ Այսինքն ես էլ եմ ասում, ինչու առաջ խաղացում եք ուզում, հարաբերություններում միգուցե տեղաշարժ եք ուզում, որովհետև ղարեվեցով ասում ճանապարհը մի տեսակ փակ է, իսկ հետո ծաղիկներ եմ տեսնում, այստեղ էլ էի ծաղիկներ տեսնում։ Հարգելիներս, ես կարող եմ ասել, որ եթե ձեր հարաբերություններում դուք զույգ եք, որովհետև կերպարներ չեմ տեսնում, կդժվարանամ ասել, այստեղ ամուսնացած զույգ է, թե
միայնակ ներողություն, պարզապես հարաբերություններին դեռ ամուսնության չի հասել։ Գիտեք, կարող եմ ասել, որ նույնիսկ եթե մի տեսակ ռոմանտիզմը մարել է, եթե առանձնապես շատ ձեր մեջ այսպես ակտիվ շփում չկա, ես կարծում եմ ձեր հարաբերությունները կարելի է փրկել։ Այսինքն դուք ապագա ունեք իրար հետ։ Ես այստեղ բաժանում չեմ տեսնում, եթե ընտանիք է կործանում չեմ տեսնում, շատ լուրջ խնդիրներ իսկապես չեմ տեսնում, շատ լուրջ խնդիրներ չեմ տեսնում, բայց ամեն դեպքում ձեր հարաբերությունները եմ տեսա կանգնած են, չեն շարժվում։ Ում մեղքով է, ինչի համար, իսկապես չեմ կարողամ տեսնել, բայց էլ եմ ասում, եւ այստեղ տեսա, եւ այստեղ տեսա։ Դուք գիտեք, մի քիչ պետք է ձեր զույգի հետ հարգելի աղեղնավորներ, մի քիչ մենակ ժամանակ անցկացնեք։ Մի տեսակ ռոմանտիզմը ձեզ պետք է նորից վերականգնել։ Եթե ամուսնացած եք ունեք երեխաներ, ել եմ ասում, թողեք մեծերի մոտ երեխաներին, պարզապես գնացեք իրար հետ հաց ուտելու, գնացեք իրար հետ համերգ, թատրոն, ինչ է սիրում ձեր ամուսինը, մի բան, որի սրտով լինի։ Այսինքն հնարավոր է ձեր մեջ ամեն ինչ կորած չի, մի բաժանվեք, մի հեռացեք, եթե ամուսնացած էլ չեք, մի հեռացեք, ժամանակ տվեք ձեզ էլ իրեն էլ, որտեղ ձեր մեջ իրականում հնարավոր է վերականգնել հարաբերությունները։ Դե մի շաբաթ չեմ կարծում, բայց այս կարտով էլ կարող եմ ասել մի շաբաթ դուրս եկեք, միտեղ գնացեք միասին, ժամադրության գնացեք հաց կերեք իրար հետ, գնացեք մի վայր, որ ձեր անցյալը ձեզ կհիշեցնի, միգուցե որտեղ ծանոթացել եք։ Ամեն դեպքում մի շաբաթ ես տեսնում եմ ինչ-որ հետաքրքիր դրական, հիշում եք, ես սկզբում էլ ասեցի տրամադրություն է, միտեղ գնալու տրամադրություն է, գնացեք, ձեր տղամարդուն վերցրեք ու գնացեք, աղջիկներ, մի սպասեք, որ ինքը նախաձեռնություն իր ձեռքը վերցնի, ես տեսնում եմ, որ ինքը իրականում ուրիշ գործերով է կարծես զբաղված, նախաձեռնությունը վերցրեք ձեր ձեռքը, միտեղ տարեք ձեր տղամարդուն։ Աշխատանքում տեսնում եմ այս իմաստուն մարդու կարտը, սա ինչ-որ մասնագետ է, ուսուցիչ է, տրեյներ է, չգիտեմ, ձեզ ինչ-որ բան է սովորեցնում, ինչ-որ խրատ է տալիս, կամ միգուցե գործակալ է ձեզ համար աշխատանք եք փնտրում, ձեզ օգնում է, ձեզ համար աշխատանք է փորձում գտնել այս մարդը, տեսնենք։ Տեսնենք ինչ է ասում այս մարդը։ Աշխատանքում էլ շատ մեծ հաջողություն եմ տեսնում, արգելի աղեղնավորներ, ամեն ինչ շատ նորմալ է։ Նրանք, ովքեր նորմալ, ստաբիլ աշխատանք ունեն, շատ լավ է, ամեն ինչ շատ նորմալ է, լավ մարդկանց հետ աշխատում եք, ձեզ սովորեցնում են, եթե դուք նոր եք, ձեր վերադասը ձեզ շատ լավ է վերաբերվում։ Միգուցե կա ինչ-որ մեկը մի քիչ այսպես բամբասկոտ կին է, բայց առանձնապես ձեզ չի խանգարում։ Ձեր աշխատանքում ես շատ լավ եմ տեսնում ամեն ինչ, որտեղ դուք շատ լավ մարդկանցով եք շրջապատված, մի հոգի է այստեղ ասում բամբասկոտ, բայց ոչ մի բանով ձեզ ոչ մի ձևով չի խանգարում։ Եթե նոր աշխատանք եք փնտրում, ճանապարհը բաց է, ձեզ հաջող դրական պատասխան կտան վերադասի միջոցով։ Այստեղ շատ կերպարներ եմ տեսնում, ծանոթներով, բարեկամներով փորձում եք զրուցել, այս մարդիկ ձեզ օգնում են աշխատանք գտնել, թե կին, թե տղամարդ, հանդիպում եք, շփվում եք, զրուցում եք, ձեզ աշխատանք կառաջարկեն, որտեղ աշխատավարձի եւ վերադասի կարտ եմ տեսնում։ Լավ է, ձեզ աշխատանք կառաջարկեն, դուք աշխատանք կգտնեք։ Եթե արդեն լավ աշխատանք ունեք, նոր ինչ որ մարդիկ նոր բան են սովորեցնում, շատ հաջող է, աշխատանքում ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Եթե լավ չէր, ավելի լավ կլինի, եթե լավ էր, շատ լավ էլ կմնա։ Այ ֆինանսներում մի փոքր կոնֆլիկտ եմ տեսնում։ Կոնֆլիկտը կարող է լինել ձեր ծախսերը շատ են, եկամուտը քիչ է։ Տեսնենք, ինչ կոնֆլիկտի մասին է խոսքը, ֆինանսների հետ կապված ինչ-որ մի բան այնքան էլ հարթ չէ, տեսնենք։ Օ, ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելներս։ Ինչու մի բան ձեզ դուր չի գալիս ձեր ֆինանսների հետ, չեմ կարող ասել, ծախսեր են առաջացել, ծախս եք անում, ձեր ամուսինը շատ է գումարներ ծախսում, կարող է լինել, ամուսնացած տղամարդ եմ տեսնում, ձեր որդին է գումար ծախսում, էլի ամուսնացած չեմ կարող ասել, ով է, էլի այստեղ երիտասարդ եմ տեսնում, շատ է ծախսում, իր անձնական ծախսերն են, ինչ է, միայն կոնֆլիկտը կարող է այդպես, կարող եմ ասել, այդպես լինել, ուզում եք փոփոխություն եւ երևի թե կփոխվի, գիտեք, ինչ որ բան կփոխվի, տեսեք, երկու տուզ եմ տեսնում։ Ինչ հարցեր որ լինի, եթե խնդիր կար ֆինանսների հետ, ձեզ գումարներ էր պետք, գումարները չէիք գտնում, չգիտեմ, այս փոփոխության կարտով ինչ-որ դրական փոփոխություն կլինի, գումարներ ձեզ կգան, տղամարդուց կգա միգուցե կամ տղամարդը գումար կգտնի, կդժվարանամ ասել, բայց եթե ինչ-որ խնդիրներ ունեցել եք ֆինանսների հետ կապված, փոփոխություն կլինի շատ դրական, երկու տուզ, դրանից լավ փոփոխություն, բայց ինչ կլինի չեմ կարող ասել, գումարներ եք սպասում, ձեզ գումարներ կգան։ Չէ, շատ լավ է, գումարների հետ էլ կապված, ես իրականում շատ դրական շաբաթ եմ տեսնում ձեզ համար, հարգելի
աղեղնավորներ, իսկ զույգերը, եթե ինչ-որ խնդիրներ ունեին, գնացեք դուրս, գնացեք շատ միասին ընտանիքով գնացեք հետաքրքիր վայրեր։ Հարգելի աղեղնավորներ, ձեզ հաջողություն եմ մաղթում։ Տեսնենք ինչ է սպասում այդ եղջյուրներին հաջորդ շաբաթ հունիսի 28-ից հուլիսի 4-ը։ Դիտորդների առաջարկով, հարգելիներս, ես մի կարդ լրացուցիչ կարդ կհանեմ անձնական հարաբերությունների համար եւ կդիտարկեմ միայնակների համար առանձին, զույգերի համար առանձին։ Տեսնենք։ Գումարները կլինեն առաջին տեղում, ինչ որ ինֆորմացիա կլսեք, իմանաք ֆինանսների հետ կապված հարգելի աջակցություններ։ Բայց ավելի շուտ գումարներ գալիս են, քան թե գնում։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հաջորդ շաբաթ։ Տեսնենք։ Ընդհանուր տրամադրությունը անձնական հարաբերություններ միայնակների համար, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Հարգելի աջակցություններ, ես ընդհանուր տրամադրություն տեսնում եմ լուսին, այսինքն կասկածներ, անհանգստություններ եւ տեսնում եմ աստղերը ստվերում, այսինքն ինչ կասկածներ ունեք կփարատվեն, իրականում ճանապարհը բաց է, ինչի համար որ մտահոգվում եք, ինչ որ բան եք լսել, ինչ որ բան եք իմացել, ձեզ մի քիչ անհանգստացրել է, մի քիչ լուսնով տխուր եք, մտազբաղ եք, կասկածներ ու վախեր ունեք, իրականում կփարատվի, որովհետև էլ եմ ասում, տեսնում եմ աստղեր, դրանից հետո էլ տեսնում եմ արև։ Ինչ հարցեր որ լինի, ընդհանուր տրամադրությունը, ինչ էլ որ լինի, ինչու համար եք այսպես անհանգիստ, իրականում ճանապարհը կբացվի։ Անձնական հարաբերություններ միայնակների համար, տեսնում եք, կարդ ընկավ, այդքան խառնեցի, նորից դուրս եկավ։ Ինչ որ հետաքրքիր փոփոխություն, ինչ որ նոր ինֆորմացիա, ինչ որ մի լավ բան կլսեք միայնակներ։ Տեսնենք ինչի հետ է կապված։ Իսկ իհարկե այստեղ անձնական հարաբերությունները հարգելիներս։ Դրա համար էլ ես առաջ չէի առանձնացնում զույգեր եւ միայնակներ, որտեղ այստեղ կարող է տարբեր հարաբերություններ, ընկերական, ընտանեկան, պարտադիր չի սիրային լինեն։ Դրա համար ես ինչ տեսնեմ, այն էլ ասելու եմ։ Տեսնենք ինչ է նշանակում 10 կամ գիրքը անձնական հարաբերություններում միայնակ աջակցությունների համար։ Ինչ եմ տեսնում հարգելիներս։ Հարգելի աջակցություններ, միայնակ աջակցությունները, ես չգիտեմ, միգուցե կա ինչ-որ մեկը, որը ձեզանով հետաքրքրվում է, կամ ինչ-որ մեկը, որով դուք եք հետաքրքրվում, ես այստեղ տղամարդիկ եմ տեսնում, կարող եմ ասել, կա տղամարդ, որը հետաքրքրվում է, եթե դուք կին եք, այս ճանապարհը փակ է, դուք իրեն չեք ուզում, մի տեսակ այսպես, չգիտեմ, չեք վստահում իրեն, մի տեսակ կասկածներ ունեք, վստահ չեք իր վրա, ինքը իր խոսքի տերն է, խոսքի տերը չի, մի խոսքով չեք վստահում դուք այս մարդուն, կասկածներ ունեք եւ մերժում եք այս մեկին, մերժել եք, երադասում եք մնալ մենակ, քանց թե իր հետ։ Դուք երևի թե ավելի ուզում եք ինչ-որ մեկը, որ լինի ձեզ նաեւ ընկեր, շատ մտերիմ հարազատ մեկին եք ուզում, առայժմ տեսնում եմ ճանապարհը ասեք չեք գտնում։ Բայց էլ եմ ասում, ես տեսնում եմ, որ տղամարդիկ կան ձեր շուրջ։ Խոսակցություններ կան, շփում կա, եւ նույնիսկ ձեր ընկերների մեջ իմիջիալուց կա մեկը, որ ձեր նկատմամբ անտարբեր չի, դուք իրեն վերաբերվում եք որպես ընկեր, բայց իրականում ինքը ձեր նկատմամբ անտարբեր չի։ Էլի այստեղ տեսնում եմ տղամարդ, բայց ամպեր են կուտակված, խոսում եք, զրուցում եք, շատերի հետ եք շփվում, ես ձեզ լրիվ միայնակ չեմ տեսնում, ես տեսնում եմ հակառակը շրջապատված եք տղամարդկանցով, կանայք, հատկապես կանայք, բայց ճիշտն ասած շատերին եք մերժում, այդպես կարող եմ ասել, բայց տեսեք, տեսնում եմ արջ, գալիս է ինչ-որ մեկը, կարող է ձեր աշխատանքի վայրից լինել, կարող է աշխատանքի բերումով, չգիտեմ ինչ գործերով մեկի հետ ծանոթանաք, տեսեք ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, գեղեցիկ, հարգելի միայնակ աջակցություններ։ Ես հիմնականում աղջիկների համար էի տեսնում, կարող եմ ասել, որ կարող է ինչ-որ մեկը գտնվեց եմ ասում, կամ աշխատանքի վայրում, կամ գործի բերումով, ինչ-որ մեկը մի քիչ էլ տարիքով ձեզնից մեծ է երևի թե, կարող է ձեզ ինչ-որ սիրո առաջարկություն անել, սեր խոստովանել, ես լավ եմ տեսնում, այսինքն միգուցե եւ ձեզ դուր գա, այս մեկին հնարավոր է, որ չմերժեք։
Իսկ եթե տղամարդկանց համար նայեմ, տղամարդիկ էլ, հարգելի տղամարդիկ, ես չգիտեմ, դուք ազնիվ եք, անկեղծ եք, անանկեղծ եք, ոչ անկեղծ եք, չգիտեմ ինչու, բայց ինչ որ փորձում եք կանանց հետ, բայց ճանապարհը փակ է, փորձում եք ավելի ընկերաբար մտերմանալ աղջիկների հետ, սկսել ընկերությամբ, հետո նոր փորձել առաջարկություն անել, էլի մերժում եք, չի ստացվում։ Զրուցում եք, շփվում եք, բայց ամպեր են կուտակված, մի քանի փորձեր եք արել, չգիտեմ, բայց առայժմ մենակ եք, բայց գիտեք, կարող է ես էլ կարող եմ ասել, միգուցե աշխատանքի վայրում, միգուցե գործընկերոջ ծանոթի միջոցով պատահաբար մեկի հետ ծանոթանաք, որտեղ ես այդտեղ 10 եմ տեսնում, ինչ որ մեկի միջոցով իմանում եք, տեղեկանում եք աղջկա հետ, կարող է իրականում դուք շուտով հանդիպեք ինչ որ մեկի հետ։ Կարող է, բայց ուղղակի տեսնում եմ, որ եւ կին եւ տղամարդ ատեղջուները, որ մենակ են, իրականում այն մարդիկ չեն, որոնք այսպես անհույս նստել թախտին սպասում են բախտին։ Բոլորովին դուք տարբերակներ ունեք եւ ունեցել եք, մեկի տեղը մի քանի տարբերակներ, պարզապես բոլորին մերժում եք, ես կարծում եմ ճիշտ էլ անում եք, ուշ լինի, կլինի, հարգելներս, ես մի շաբաթ էլ հույսով եմ, Աստված տա, ինչ որ մեկի հետ պատահաբար թեկուզ հանդիպեք։ Զույգերի հետ տեսնում եմ խաչ, նաև խաչի վեցով տեսնում եմ ճանապարհ։ Միգուցե որոշ զույգեր որոշում են ամուսնանալ, օրինականացնել իրենց հարաբերությունները, որովհետև զույգերը պարտադիր չի լինեն ամուսնացած զույգեր, կարող է պարզապես սիրահարներ են, հանդիպում են, հարաբերությունների մեջ են, կարող է լինել նաև ամուսնացած։ Տեսնենք խաչը ինչ է նշանակում դրա դեպքում, ինչ որ ճակատագրական քայլ, ինչ որ որոշում պետք է կայացնեք, կամ ինչ որ բան է տեղի ունենում զույգի հետ։ Մի քիչ անսպասելի, կարող է շատ բարդ կարդ է, կարող է եւ դրական լինել եւ ոչ այդքան դրական լինել, արգելներս շատ ցավալի է, բայց ինչ տեսնում եմ, այն էլ պիտի ասեմ։ Չէ, շատ լավ կարտեր եմ տեսնում վերջում։ Շատ անսպասելի ձեզ համար, այսպես, հա, շատ անսպասելի ձեզ համար, կարծես ինչ որ լուր է գալիս։ Ձեզ ինչ որ լուր է գալիս, ինչ մի անհարմար բան պետք է ասեմ, հարգելիներ, շատ ներող կլինեք, բայց ինչ տեսնում, այն էլ ասում եմ, ի վերջում վատ չեմ տեսնում։ Գիտեք, խաչով եւ առնետներով կորուստ եմ տեսնում։ Կարող է ձեզ լուր գալ հանկարծ, որ չգիտեմ, մի շատ ծեր, տեսեք, շատ ծեր, շատ իմաստուն մարդ, բարեկամ, ազգական մահացել է, կորուստ եմ տեսնում, խաչով կարող է այդպես լինել, լուրը գալիս է, ինչ որ տարիքով, բավականին տարիքով մեծ մարդ է մահացել, ձեզ հետ ինչ կապ ունի չեմ կարող ասել, դա ձեր ծնողները չեն հաստատ, Ղարի Կարոլն է, թագավորն է։ Գիտեք, ես կարող եմ ասել, որ դրանից ձեզ ինչ որ օգուտ կարող է լինել, որովհետև ձեզ գումար է գալիս դրանից, կամ ունեցվածք է գալիս, կամ գումար է գալիս, ձեզ ինչ որ ժառանգություն կարող են թողնել։ Ես կարող եմ ասել, որ այստեղ ես զույգի համար էի նայում, էլ եմ ասում, ձեզ ընտանիք եք դուք, չգիտեմ, այդպես կարող եմ ասել, տեսեք, ես ասում եմ, այստեղ զույգ որ ասում եմ, պարտադիր չի միայն լինի սիրային հարաբերություն, կոնկրետ այստեղ տեսնում եմ ինչ որ տարիքով, շատ մեծ տարիքով, զառամյալ մարդ է մահանում, միգուցե տղամարդ է մահանում, տղամարդ եմ տեսնում, բայց կարող է կին լինել, եւ ձեզ լուրը գալիս է իրականում եւ պարզվում է ձեզ ժառանգություն են թողել իրականում։ Այո, ձեզ դուք ինչ որ ձեզ համար անսպասելի էր, ընտրություն պետք է կատարեք, սա էլ դրական, այսինքն ինչ էլ որ լինի, թեկուզ լուրը վատ լուր էր, բայց ձեզ համար դա հաջողությամբ է ավարտվում։ Եթե բացի դրանից տեսնեմ, էլ ինչ եմ տեսնում։ Կարող եմ ասել էլի նույնը, շատ անսպասելի ձեզ ինչ որ լուր է գալիս, իրականում լուրը ես լավ լուր եմ տեսնում եք, անսպասելի ձեզ համար, դուք չեք սպասում, ինչ որ մեկից լուր է գալիս, ինչ որ բան է ձեզնից հեռանում, եթե մարդու մասին չխոսենք, ինչ որ բան է ձեզնից հեռանում, ես ճիշտ ասած չեմ կարող ասել, ինչ է հեռանում։ Եթե տեսնենք զույգին, լավ, այսպես ասեմ, եթե տեսնենք զույգի համար ենք նայում, եթե անձնական հարցերով փորձեմ տեսնել, անկեղծ ասած կարող եմ ասել, եթե զույգ եք դուք եւ ինչ որ մեկը խանգարում է ձեր հարաբերությունը, ինչ որ մեկը չէր ուզում դուք միասին լինեք, դուք դեռ ամուսնացած չեք, այդ մեկը կհեռանա ձեր կյանքից, չգիտեմ, ինչպես կհեռացնեք, ինչ կանեք, որտեվ լուր է գալիս, ինչ որ լուր է գալիս, ինչ որ բան եք իմանում, կարողանում եք այդ խոչընդոտը խանգարող հանգամանքը, որ ցույց չէր տալիս, որ դուք միասին լինեք, այդ հանգամանքը դուրս է գալիս, եւ իրականում այստեղ տղամարդ եմ կինում տեսնում, կին եմ տեսնում, իրականում այդպես կարող եմ ասել, ինչ որ մեկի օգնությամբ
կարողանում եք ձեր հարցերը լուծել եւ դուք կարող եք միասին լինել, այդպես էլ կարող եմ տեսնել։ Հարգելիներս, եթե խոչընդոտ կար, ինչ-որ մեկը խանգարում էր ձեր հարաբերություններին, կողմերը, չգիտեմ, հայրը, աղջկա կամ հայրն էր, տղայի հայրն ինչ-որ դեմ էին այս ամուսնությանը, իրականում տեսնում են, որ այդ խոչընդոտը կարող է հեռանալ, հանկարծ կարող է ձեզ լուր գալ, որ մարդը արդեն դեմ չէ, որ դուք իրար հետ ամուսնանաք, որովհետև շատ հաջող կարտ եմ տեսնում։ Այդպես կարող եմ ասել, դրանից ավել ոչինչ չեմ տեսնում։ Բայց առաջի տարբերակն է շատ այսպես պարզ աչքիս առաջ եկավ, ինչ որ ծեր մարդ է կյանքից հեռանա, ձեզ կարող է ժառանգություն հասնել։ Աշխատանքում տեսնում եմ սրտի տուզ։ Սրտի տուզը լավ է, շատ լավ է, լավ նորություն է, դրական փոփոխություն է, աշխատանք եք փնտրում ինչ-որ տղամարդու միջոցով կարող եք աշխատանք գտնել։ Այո, շատ լավ կարտեր եմ տեսնում աշխատանքի հետ կապված, տեսեք հարգելիներս, տեսնում եմ տուզ, տեսնում եմ ծաղիկները, ծառը, առաջխաղացում, խոսակցությունները, շփումը, եթե աշխատանքի եք փնտրում ամենայն հաջողությամբ աշխատանք կգտնեք, եթե նոր աշխատանք է շատ հաջող է, շատ էլ առաջխաղացում կունենաք, շփվում եք մարդկանց հետ, չգիտեմ ինչ գործ եք անում, որ անդադ խոսում եք մարդկանց հետ, հաղորդակցման հետ է ձեր աշխատանքը կապված, հանդիպում եք, շփվում եք, շատ լավ է, շատ դրական եմ տեսնում, աշխատանք եք փնտրում ձեր գործերում, շփվում եք, գործարքներ եք կնքում, բանակցում եք մարդկանց հետ, ինչ էլ որ անում եք, առաջխաղացում կլինի, նաև շատ շփում, շփման միջոցով, շատ շփվեք մարդկանց հետ, զրուցեք, հանդիպումներ եք գնում, չգիտեմ ինչ եք անում, ամեն դեպքում ձեր աշխատանքում եթե նոր էր աշխատանքը շատ լավ կլինի, եթե արդեն նոր ստաբիլ աշխատանք ունեիք, վաղուց ունեիք, նոր չէր, էլի շատ նորմալ, ամեն ինչ նորմալ է, շատ աշխուժ կլինի։ Աշխուժ աշխատանքում աշխուժ կլինի ամեն ինչ եւ շատ դրական։ Ֆինանսներում տեսնում եմ աղվես։ Աղվեսը նշանակում է միգուցե ինչ որ առաջարկություն են անում ձեզ, ինչ որ մեկը ֆինանսական գործարք է առաջարկում կամ դուք եք ինչ որ մեկին դիմում եք ֆինանսների հետ կապված հարցերով, տեսնենք, ինչ որ մեկն առաջարկում է իր օգնությունը։ Տեսնենք ֆինանսների հետ կապված։ Ինչ հետաքրքիր է, արգելի աջակցություններ, այսինքն չեր եք անում ձեր ֆինանսների հետ։ Ես ֆինանսների այնքան խառը կարտեր եմ տեսնում, հարգելիներս, տեսեք, շատ խառը։ Գիտեք, ինչ-որ մեկը ձեզ սխալ խորհուրդ է տվել, հարգելիներս, այս մարդը կարծես թե խելացի մարդ է, բանի մած գործարար, բայց ես շատ սխալ խորհուրդ է տվել եւ դուք կորուստ եք ունեցել, վիճում եք իր հետ, ամպեր են կուտակված հենց իր գլխին։ Ինչ որ մեկի խորհրդով կարող եմ ասել, դիմել եք իբրթե օգնելու, բայց իրականում խառնել են ամեն ինչ իրար։ Այդպես կարող եմ ասել։ Մարդու պատճառով դուք ինչ որ ֆինանսական խնդիրի։ Ես ֆինանսական կորուստներ չեմ տեսնում ճիշտն ասած։ Ես չեմ ասում գումար եք կորցրել, ուղղակի ինչ որ նպատակ ունեիք, չէիք հասնում ինչ որ մեկի սխալ կամ անհաջող խորհրդի պատճառով։ Ես այստեղ նաև տուն եմ տեսնում, ես չգիտեմ, տանարքու վաճառքով եք զբաղվում, ինչ որ մեկը ձեզ այսպես անհաջողության է մատնել, ես տեսնում եմ, որ բանալին ձեր ձեռքում է, չնայած խոչընդոտներ դեռ կան։ Տարբերակ կա, այսինքն ինչ որ տարբերակ կա ձեր հարցերը, չգիտեմ, տան հետ ինչպես է կանգնած, տան վերակնորոգման, գնելու վաճառելու, ինչ էլ որ լինի, ընտանեկան բյուջեի հետ կարող է կապացնել, կդժվարանամ ասել, ֆինանսների հետ է կապված ամեն դեպքում։ Տեսեք, հարցը լուծելու համար չնայած որ մարդը ձեզ սխալ խորհուրդ էր տվել եւ բավականին վրդովել եք եւ ոչ միտեղ չէիք հասել իր պատճառով, բանալին ձեր ձեռքում, ասենք տարբերակ կա։ Ամեն դեպքում տարբերակ կա, բայց խոչընդոտներ էլ կան, միանգամից չի լինելու, բայց ես հետո շատ լավ կարտեր եմ տեսնում։ Ինչ որ մեկը կլինի այստեղ, առաջարկ կանի, տեսեք ինչ հետաքրքիր է։ Նոր ինչ որ մեկը կհայտնվի, այն հին մարդու պատճառով, չգիտեմ, մի քիչ այսպես մարդը սխալ խորհուրդ էր տվել, տեսեք 9, այսինքն նոր առաջարկություն կանեն, լուրը կգա, փոփոխություն կլինի, շատ շփում կլինի, նորից շարունակեք զրուցել, այսինքն մի հանձնվեք, այդպես կարող եմ ասել։ Ես այստեղ չեմ տեսնում, ոչ դուք ֆինանսներ կորցնում եք, ոչ ֆինանսներ գալիս են։ Պարզապես ձեզ պետք է շատ շփվել, շատ ինֆորմացիա է պետք ձեր նպատակին հասնելու համար։ Ես մի շաբաթ տեսնում եմ, որ դուք պարզապես շարունակում եք բանակցել, չեմ տեսնում նպատակին հասնում եք, թե չեք հասնում, բայց չեմ տեսնում, էլի եմ ասում, ոչ ֆինանսներ կան, ոչ ֆինանսներ ձեզնից գնան։
Փորձեմ էլի 1-2 լրացուցիչ կարգ տեսնեմ կարող են ինչ-որ բան հուշել։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, ապացուցում են ինչ-որ ես արդեն ասում էի։ Տեսնում եք, այստեղ լուսնով սկսեցի, ասեցի ինչ որ կասկածներ, անհանգստություններ ամեն դեպքում ունեք, այստեղ նորից լուսին դուրս եկավ։ Այսինքն այո, կասկածներ, անհանգստություններ հատկապես ֆինանսների հետ կապված երկերեսանի մարդ եմ տեսնում եք այստեղ դիմակը դեմքին։ Այսինքն ինչ որ մեկը ձեզ ինչ որ մեկի պատճառով, ինչ որ մեկի պատճառով, որ իբր դիմել եք, որ ձեզ օգնի, իրականում լաբիրինթոսում եք հայտնվել։ Մարդը ձեզ ավելի խճճել է, քան թե օգնել է։ Ես տեսնում եմ այստեղ ինչ որ լուր է գալիս, դուք աշխուժ կլինեք, շփում կլինի, չեք հանձնվում, ուզում եք ձեր նպատակին հասնել։ Դրանից հետո տեսնում եմ գիրքը, որ այսինքն ավելի շատ ինֆորմացիա կունենաք եւ տեսնում եմ շունը երկուսն էլ 10 են, ընդ որում գալիս են։ Դուք ոչ մի գումար չեք կորցնելու, հարգելիներս։ Էլ եմ ասում, ի վերջո, եթե գումար պետք է գար եւ ձգձգվում է այս մարդու պատճառով, խճճվել եք մի տեսակ իր ասացի պատճառով, գումարները ձեզ ի վերջո կգան։ Եթե մի շաբաթ չգան, բայց հետո գալու են։ Ձեր գումարները լրիվ իմիջայլոց, լրիվ գումարները ետ են գալու, որտեղ կրկնակի տեսնում եմ եւ սա է 10 եւ սա է 10։ Կարող են ձեզ ընկերները օգնել իմիջայլոց, չեմ կարող ասել, եթե ժամանակավորապես գումար է պետք ընկերները կտան, ձեր գումարները կգան, կվերադարձնեք, բայց ինչ որ մի նոր բան կպարզվի ձեզ համար, էլ եմ ասում, ձեր գումարները չեն կորելու։ Ես գումար կորուս չեմ տեսնում, եթե մի շաբաթ էլ գումարները չգան, ի վերջո փորձեք շարունակել, բանակցել, ճիշտ մարդկանց հետ շփվել եւ ի վերջո ձեր գումարները, բոլոր գումարները ետ կգան։ Տեսնենք ինչ է սպասում ջրհոսներին հաջորդ շաբաթ հունիսի 28-ից հուլիսի 4-ը։ Ես մի փոքր ֆորմատը փոխել եմ, որովհետև դիտորդները նեղվում էին մեկ-մեկ, որ միայնակների համար եմ ասում զույգերը ինֆորմացիա չեն ստանում, զույգերի համար եմ ասում միայնակներն են նեղվում։ Ես որոշեցի անձնական հարցերի հետ կապված երկու կարդ անել զույգերի եւ միայնակների համար։ Ես այդքան համաձայն չեմ դրա հետ, որտեղ վերջապես այստեղ սիրային թեմայով չեմ նայում, անձնական հարաբերությունները կարող են լինել ծնողների, երեխաների, չգիտեմ, հարսուկիսուրի, բարեկամ ազգականների մեջ, բայց ամեն դեպքում մարդիկ քանի որ ուզում են, ամեն դեպքում փորձեմ ընդառաջել հարգելիներս։ Ինչ է սպասում, տեսնենք ինչ է սպասում ջրհոսներին հաջորդ շաբաթ։ Եկանք հասանք հուլիս հարգելիներս։ Տարին կիսվեց։ Շատ լավ, ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ միայնակների համար, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր կարգը տեսնում եմ արջ։ Արջ, ինչ է նշանակում արջը անձնական հարաբերություններում։ Գիտեք, կարող եմ ասել դուք ունեք աշխատանք, ստաբիլ աշխատանք է, շատ էլ հարմարավետ կարող է լինել, բայց ինձ թվում է նաև դուք հոգնել եք ձեր աշխատանքից։ Ամեն դեպքում տեսնում եք, արջը չնայած եւ հարմարավետ է եւ ծուլացած է։ Երկուսն էլ կարող է լինել։ Ինչ որ ամեն դեպքում միգուցե կասկածներ ունեք ձեր աշխատանքի հետ կապված։ Ես այստեղ էլ տեսնում եմ 9 աղվեսը, խաչի 9 եմ տեսնում, խաչի 10-ը։ Այսինքն ձեր աշխատանքի հետ կապված ինչ որ որոշում եք կայացնում, միգուցե ինչ որ առաջարկություն եք ստացել, ուզում եք աշխատանքը փոխել, ամեն դեպքում երևի այս շաբաթ ընդհանուր տրամադրությունը շատ կմտածեք ձեր աշխատանքի մասին, միգուցե ուզում եք աշխատանքը փոխել։ Միայնակների համար տեսնում եմ բանալի։ Բանալին միայնակ չլինելու, ձեր մենակությունը վերջացնելու եւ ինչ որ մեկին գտնելու համար հարգելին շփումն է։ 8 ցույց է տալիս շատ շփվեք, դրանում է բանալին։ Ընդհանրապես ջրհոսները ընկերասեր են, շատ ընկերական շրջապատ ունեն, չեն սիրում մենակ լինել։ Ես չեմ կարող ասել զույգի մասին, բայց իրականում շատ ազատ են իրենք, շատ ինքնուրույն եւ շատ են սիրում մարդկային շփում։ Կարտն էլ հուշում է ձեր մենակությունից դուրս գալու բանալին, հարգելիներս, շփման մեջ է, շատ շփվեք։ Ոչ միայն հաջորդ շաբաթ, այլ ընդհանրապես։
Ես կարող եմ նաև ասել, միգուցե հենց կարտերը հուշում են, որ հաջորդ շաբաթ բավականին շփում կլինի միայնակների համար, տեսնում եք։ Ես այստեղ տեսնում եմ, որ դուք, գիտեք, շփվում եք, ինչ որ գրվում եք նոր մարդկանց հետ, միգուցե նորովի եք, փորձում եք նոր միջոցներ, նոր ձևեր եք, այսպես ասեմ, օգտագործում։ Միգուցե առաջ միայն տեքստ եք գրում, միայն Instagram-ում եք շփվում, Facebook-ում եք շփվում, հիմա փորձում եք այլ տարբերակներով եք շփվել, այդպես կարող եմ ասել։ Ընդլայնում եք ձեր ձևերը շփվելու հետ։ Միգուցե ինչ որ խմբակների եք միանում ինտերնետով, այդպես երիտասարդները ունեն, չէ, ինչ որ խմբեր ունեն, չգիտեմ, իրենց ինչ ընդհանուր ցանկությունների, ընդհանուր նպատակների խմբակներ, խմբեր կան եւ ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան, եթե դուք օտար լեզվով եք խոսում, տեսեք, այդպես կարող եմ ասել, ինչ որ մի նորամուծություն, ինչ որ մի նոր ձևով սկսում եք շփվել մարդկանց հետ եւ անպայման առաջխաղացում կլինի եւ դուք կարող եք ժամադրության գնալ։ Միգուցե դուք dating online այդպես հարթակներ կան, չէ, որտեղ մարդիկ հատուկ ժամադրությունների հարթակ է։ Այդպես կարող եմ ասել, շատ շփում կա, ինչ որ մի նոր հարթակ եք, միգուցե հարթակի եք միանում, ամեն դեպքում նորից եմ ասում, միայնակների համար կարտերը հուշում են, շփվում եք մարդկանց հետ, միգուցե միշտ չի, որ դրական արձագանք ստանում եք, բայց ես տեսնում եմ հաջորդ շաբաթվա համար, տեսնում եմ ժամադրություն, իմիջիայլոց հանդիպումներ, շփում եւ տեսնում եմ առաջխաղացում։ Շարունակեք շփվել, ինչ որ անում եք եւ ավելի շատ, այսպես ասեմ, շատ շփվեք ավելի նոր հարթակներում, նույնիսկ եթե այսպես ժամադրության հարթակներ կան հատուկ երիտասարդների համար, ես տեսնում եմ, որ հնարավոր է ձեզ համար տարբերակ ինչ որ մեկի հետ ծանոթանալու։ Իսկ ես զույգերի համար տեսնում եմ այգի, էլի տեսնում եմ շատ շփում, դուրս եք գալիս շփվում եք, ամուսնացած եք, թե ամուսնացած չեք, միգուցե ամառ է, ամուսնացածներն ուզում են գնալ հանգստանալու միասին, արձակուրդներ անցկացնել, իսկ եթե երիտասարդներ են ժամադրության եք գնում, դուրս եք գալիս ժամանցի վայրեր եք գնում, գնացեք, շատ լավ է։ Ամեն ինչ սկսում է այդտեղից, ինչքան ժամանակ իրար հետ շատ անցկացնեն զույգերը, այնքան ավելի ամուր կլինի իրենց կապը, նույնիսկ ամուսնանալուց հետո պետք է հաճախ իրար հետ դուրս գալ, ընդ որում երկուսով։ Պարտադիր չի ամեն անգամ գնալ երեխաների հետ, հարգելներս։ Ես չգիտեմ, մեր հայ տղամարդիկ մեծ մասը, բոլորը չէ, բնականաբար այդքան էլ ռոմանտիկ չեն, բայց իրականում դա շատ կարևոր է։ Շատ կարևոր է, հարգելներս, պահպանել ռոմանտիզմ ամուր ընտանիք ունենալու համար։ Տեսնենք, զույգերի կյանքում ինչ է կատարվում։ Գիտեք, կարող եմ ասել իմիջիայլոց, որ ուզում եք ճանապարհ գնալ, տեսնում եք, այստեղ տեսնում եք, որ կանայք են կազմակերպում, տեսեք, քանի կին եմ տեսնում։ Դա համար չեմ տեսնում, բայց ես կարծում հարգելի կանայք, որ դուք հաջողության կհասնեք, որովհետև զույգերի մասին եմ նայում, չեմ կարող ասել, այստեղ 3 ընկերուհիներ են, այդպես էլ չէ, բայց կինը նախաձեռնում է, կինը ընտրում է ուր են գնում, կինը այսպես պլանավորում է ամեն ինչ եւ ամուսինը կհամաձայնվի իրականում, կկարողանաք ձեր ամուսնուն համոզել, հարգելիներս, ամեն ինչ, այսպես տեսնում եմ, պլանավորում եք, հիշում եք, ասում եք, ժամանցի վայրեր կլինի, շփում կլինի, դուրս գալ կլինի, եթե դուք ամուսնացած եք, այդպես ասեմ, դուք ըստ երևույթին կկարողանաք պլանավորել եք, այսպես գրքով ինֆորմացիան հավաքել եք եւ այսպես շատ ինքներդ կծրագրավորեք, այսեղ ճանապարհ եմ տեսնում տնից դուրս գալու, կարող է երկրից դուրս գնալ, կարող է երկրից դուրս չգնալ, պարտադիր չի, չէ, կարող է գնալ պարզապես երկրի ներսում, բայց ինչ որտեղ հանգստանալու։ Եվ տեսնում եմ, որ կգնաք, եւ այստեղ եմ տեսնում, որ դուք գնում եք հետաքրքիր վայրեր եք գնում, այստեղ եմ տեսնում ժամադրության կարտը, ժամանակ, շատ լավ ժամանակ եք անցկացնում։ Իսկ եթե ամուսնացած չեք, էլի կարող եք միասին ինչ որտեղ գնալ, էլի կարող եք գնալ ճամփորդելու, այսպես ճանապարհը ընտրում եք, որոշում եք ուր գնալ, հանգստանալու, շատ լավ ժամանակ եք անցկացնում, կամ եթե հանգստանալու չի, ես ուղղակի փոփոխության կարտ եմ տեսնում, նոր վայրեր կգնաք, նոր հետաքրքիր ժամանցի վայրեր, լավ է, հարգելներս, ամեն ինչ լավ եմ տեսնում, պարզապես շատ դուրս եկեք, շատ հետաքրքիր ժամանցի վայրեր գնացեք, շատ ժամանակ անցկացրեք իրար հետ, հարգելի ջրոցներ։ Այ աշխատանքի վայրում տեսնում եմ մի փոքր խոչընդոտ, տեսնենք ինչ խանգարող հանգամանք կա գործերում։ Մանր-մունր խնդիրներ եմ տեսնում, ճիշտն ասած, շատ լուրջ խնդիրներ չկան, ես այդ խաչի 7-ով եմ տեսնում, իսկ վերջում տեսնում եմ սրտի 7, այսինքն հարցը կլուծվի։ Մանր-մունր ինչ-որ խնդիրներ կան, ընդ որում այս խնդիրը մի անգամ չի, որ եղել է։ Փորձել եք ինքներդ իմիջիայլոց ուսումնասիրել գրքով, ինքներդ փոխելու համար, խոչընդոտը հեռացնելու համար, կարող եմ ասել, փորձել եք միգուցե Google եք արել, միգուցե ինքներդ փորձել եք
հարցը լուծել չեք կարողացել, ամպեր են կուտակված, չեք կարողացել, դիմում եք վերադասի կամ ինչ-որ մեկին, որը կարող է ձեզ տարբերակներ առաջարկել, որպեսզի կարողանաք ձեր խնդիրը լուծել։ Շատ հեշտ կլուծեք։ Պարզապես էլ եմ ասում, սկզբում փորձում եք ինքներդ չի ստացվում, ինչ-որ մեկի օգնությամբ կկարողանաք ձեր աշխատանքի մանր-մունր խնդիրները լուծել։ Ոչ մի առանձնապես խնդրեմ չեմ տեսնում արգելներից։ Տեսնում եմ շատ զրույցներ, շփումներ, շատ զրույց, այսպես ասեմ, բանակցություններ միգուցե ֆինանսների հետ կապված, միգուցե ինչ-որ ֆինանսական հարցեր ունեք, դիմում եք բանկերին կամ մարդկանց, տեսնենք ինչ է նշանակում։ Թռչունները, զրույցները ֆինանսների հետ կապված։ Ոյս շտապ կարտեր եմ տեսնում, հարգելի ջրհոսներ։ Շատ հետաքրքիր գեղեցիկ կարտեր եմ տեսնում, տեսեք։ Շատ շփում կլինի, ինչ որ լուր եք միգուցե սպասում, որտեղ լուր եմ տեսնում, լուր է գալիս։ Բանակցել եք, շփվել եք, ֆինանսական ինչ հարցեր ունենաք, բանկի եք դիմել, ֆինանսներ եք ուզում, չեմ կարող ասել, ինչ էլ ուզում է լինի, ինչ ում հետ եք շփվել, ֆինանսների հետ կապված, ինչ գործարքներ ուզում եք կնքել, շատ լավ լուր է գալիս է, ձեզ հաջորդ շաբաթ լուրը կգա, շատ կուրախանաք, սա այդ գումարները գալիս են։ Շատ լավ է, դրական, շատ դրական, հատկապես ֆինանսները, մարգերի ջրոսներ։ Գումարները կոնկրետ գալիս են, հենց մի շաբաթ էլ կարող է արդեն գումարների հոսքը գալ, կամ եթե վարկի եք դիմել հաջորդ շաբաթ, մեծ, այսպես ասեմ, ամենայն հավանականությամբ արդեն հենց մի շաբաթ էլ ձեզ գումարը կգա, որտեղ միայն լուրը չէր գալիս, կոնկրետ գումարներն էլ էին գալիս։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում ձկներին հաջորդ շաբաթ, հունիսի 28-ից հուլիսի 4-ը։ Դիտորդների խնդրանքով հարգելիներս, ես անձնական հարաբերությունների համար 2 կարտ կհանեմ, զույգերի եւ միայնակների համար, մարդիկ նեղվում են, որ եթե զույգերի համար եմ մի բան ասում, մենակները ոչինչ չիմացան, եթե միայնակների համար եմ ասում, զույգերը ինֆորմացիա չստացան։ Ես ոչ մի բան չեմ ասում, ես ինչ տեսնում եմ, այն ասում, կարտերն են իրականում հուշում, ես պարզապես մեկնաբանում եմ, բայց որպեսզի չնեղացնեմ մարդկանց, ես փորձեցի ընդառաջել եւ սրանից հետո կնայեմ նաեւ այդպես առանձին զույգերի եւ միայնակների համար։ Ինչ է սպասվում ձկներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ միայնակների համար, զույգերի համար, աշխատանքային հարցեր եւ ֆինանսներ։ Շատ հետաքրքիր եմ տեսնում տրամադրությունը, հարգելի ձկներ, որոշ ձկներին կթվա, որ վերջապես հասել են իրենց նպատակին, ինչ որ հարցով, ճանապարհը բաց է, աստղերը ձեր նպատակներն ու հույսերն են, ինչ էիք սպասում, ինչ էիք ակնկալում վերջերս նպատակ, ինչ որ մի նպատակ կկատարվի, ինչ որ ցանկություն։ Կարող է մեծ, այսպես, չգիտեմ, երազանք չլինի, բայց ինչ որ նպատակ ունեիք, որ այս վերջերս մտածում եք, ցանկանում եք, ձգտում եք, ճանապարհը բաց է եւ կհասնեք ձեր նպատակին։ Համենայնպես այսպեսին կլինի ձեր տրամադրությունը, որ վերջապես դուք կարողանում եք ձեր ցանկությունը իրականացնել, ձեր նպատակին հասնել։ Միայնակներին համար տեսնում եմ բանալի, ինչը նաև տեսնում եմ այստեղ 8-ը, այսինքն բանալի շփումն է հարգելիներ, շատ պետք է շփվել մարդկանց հետ, շատ շփվող եղեք, հաղորդակցվեք։ Հիմա բավականին շատ on-line հարթակներ կան, որտեղ ծանոթանում են երիտասարդները, հանդիպում են, շփվում են, շատ շփվող եղեք։ Բանալին հաջողության ձեր միայնակությունը վերջացնելու համար, ինչ-որ մեկին գտնելու համար կարտերը հուշում են, բանալին հաղորդակցման մեջ է, շփման մեջ է։ Ոչ միայն հարթակներում, ոչ միայն on-line, պարզապես տնից շատ դուրս եկեք, ամառ է, գնացեք, չգիտեմ, հետաքրքիր վայրեր, ծանոթացեք, շփվեք մարդկանց հետ։ Վերաբերում է եւ աղջիկներին, եւ տղաներին։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի, տեսնում եք, չէ՞ ինչ եմ տեսնում։ Արժի մեկնաբանել, ախր սրանից լավ էլ ինչ կարտեր կարող են լինել։ Սեր եմ տեսնում, արև եմ տեսնում, սիրահարված է, երիտասարդը սեր է ուզում խոստովանել, աղջիկը կլսի, որ կպարզի իր համար աղջկան լուր կգա, որ ինչ որ երիտասարդ է իրեն սիրում կամ երիտասարդ սիրտը կբացի իր առաջարկություն կանի։ Երիտասարդ, եթե դուք առաջարկություն եք ուզում անել, ձուկը դուք եք, տղամարդն է, երիտասարդն է, ձեզ չեն մերժի, տեսնում եք, ասում եմ, բանալին ձեր ձեռքում է, շատ շփման մեջ է եւ այդ շփումը արդյունք կտա։ Որոշ ձկներ նույնիսկ հենց հաջորդ շաբաթ, տեսեք, շփումը կարող է ասել, որ ի վերջո ձեզ կտանի հաջողության եւ դուք սեր կգտնեք,
աղջիկ եք կին եք տղամարդ նշանակություն չունի, բանալին շփման մեջ է, բայց որոշ ձկների համար հենց հաջորդ շաբաթ դուք կարող եք կոնկրետ սեր գտնել, հարգելիներս։ Միգուցե ինչ-որ մեկի հետ արդեն շփվում էիք, պարզապես դեռ հարաբերությունները, չգիտեմ, չէին լրջացել, հաջորդ շաբաթ կարող են լրջանալ։ Ես էլ զույգերի համար, զույգ ծաղիկ եմ տեսնում, հարգելիներս, շատ լավ է։ Ես տեսնեք, ասում էի, չէ, այստեղ ճանապարհը բաց է, շատ այսպես ռոմանտիկ, գեղեցիկ, դուք կզգաք, որ ձեր կյանքում նպատակներին հասել եք։ Զույգերը, չգիտեմ ովքեր են, լրացուցիչ կարտեր չեմ ուզում հանել, սա հաջողության կարտն է։ Ես այստեղ տեսնում եմ զույգեր, որոնք սիրում են, սիրված են, շատ լավ են զգում, անկախ նրանից ամուսնացած եք, նշանված եք, թե պարզապես հանդիպում եք, կլինեն զույգեր, հավանաբար բոլորի մասին չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում հանդիպեք, հարգելիները, շատ ժամանակ անցկացրեք միասին, շատ գեղեցիկ զույգ եմ տեսնում։ Զույգերի համար էլ անձնական հարաբերությունները կլինեն շատ գեղեցիկ, շատ ռոմանտիկ։ Այ աշխատանքում տեսնում եմ ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակ, աշխատանքում ամեն ինչ այնքան էլ դրական չեմ տեսնում։ Տեսնենք ինչ է կատարվում ձկների աշխատանքի վայրում կամ գործերի հետ։ Ինչու է այսպիսի կոնֆլիկտային իրավիճակ։ Շատ բարդ իրավիճակ եմ տեսնում որոշ ձկների համար, բոլորին չի կարող հարգելիներս վերաբերել, նոր աշխատանքի եք անցել, սիրում եք ձեր աշխատանքը, ձեզ գնահատում են, ամեն ինչ լավ է, շատ լավ էլ կլինի։ Բայց որոշ ձկների համար, որոշ մարդկանց համար չի կարող սա բոլորին վերաբերել, նորից եմ ասում, շատ բարդ շաբաթ եմ տեսնում, շատ բարդ իրավիճակ եմ տեսնում իրականում։ Տեսնում եմ ինչ-որ նպատակի, որ նպատակի չեք հասնում, ճանապարհը փակ է, աշտարակը քանդվում է, եւ ձեզ համար շատ անսպասելի է սա, շատ ճակատագրական ինչ-որ մի պահ է, ես չգիտեմ դուք կկարողանաք այս հարցը լուծել, թե չեք կարող է ինչ-որ մեկի հետ վեճել լինել, կամ պարզապես որոշում են կայացրել ձեր հետ կապված, ձեր գործի հետ կապված, դուք շատ դժգոհ եք եւ վիճում եք, կամ պարզապես երկու հոգով վիճում եք աշխատանքի վայրում ու այստեղ աշտարակը քանդվում է, այսինքն սա լուրջ խնդիր կարող է առաջացնել ձեզ համար։ Դուք փորձում եք տարբերակներ գտնել իրավիճակը փոխելու, ճիշտն ասած, բայց ես տեսնում եմ ամպեր են կուտակված, լուսին է, մարդիկ եք փորձում մեջ բերել, որպեսզի կարողանան միջնորդել եւ փոխել իրավիճակը։ Նույնիսկ կարծում եմ ուզում եք տեղափոխվել, միգուցե բաժնից բաժին տեղափոխվեք, որտեղ այս գոլեգայի հետ չեք ուզում աշխատել։ Ես չեմ կարող ասել ձեր վերադասնը, չեմ կարծում դուք պաշտոնով միգուցե իրար հավասարել լինեք, բայց ուզում եք տեղափոխվել, տեսնում եք, այստեղ առաջարկում են ձեզ միգուցե տեղափոխվել, միգուցե դուք եք ցանկանում տեղափոխվել, բայց կարծում եմ առայժմ փոփոխությունը չի լինում։ Սպասում եք լուրի, ել եմ ասում, ոչ թե ուզում եք գործից դուրս գալ, անկեղծ ասած։ Առայժմ չեք ուզում գործից դուրս գալ, այլ պարզապես ուզում եք տեղափոխվել բաժնից բաժին, միգուցե, անկեղծ եմ ասում, լսում են ձեր տարբերակը, ձեր առաջարկության մասին քննարկում են, առայժմ ամպերը կուտակված են, վստահ չեք, լուրը առայժմ չի գալիս։ Գիտեք, այստեղ ինչ-որ մեկի որոշումից է կախված, բայց հետո նաև խաչ եմ տեսնում, ես վստահ չեմ կարող ասել այս հարցը ինչպես կլուծվի, այսինքն ձեզնից կախված չի լինելու, ինչ-որ մեկը պետք է որոշում կայացնի։ Բավականին բարդ իրավիճակ եմ տեսնում հարգելիներս աշխատանքի վայրում։ Կարող է որոշ մարդիկ աշխատանքից դուրս գան։ Ես փորձեմ 1-2 կարտով էլ նայել։ Եթե ամեն ինչ նորմալ էր ձեր աշխատանքի վայրում, հարգելիներս, չներշնչեք ձեզ, նորմալ էր, ամեն ինչ նորմալ էլ կլինի, ես այստեղ էլ եմ ասում, սա չի կարող բոլորին վերաբերել։ Ես էլի վերջում չտեսա, դուք վերջը մնում եք, գնում եք ձեր առաջարկը տեղափոխվելու մեկ այլ գործի, մեկ այլ բաժին, չգիտեմ։ Գիտեք, ես տեսնում եմ այնտեղ ձեզնից կախված չէր խաչով, այսինքն ինչպես կլինի հայտնի չի առայժմ, բայց տարբերակ կարող է լինել, տեսեք, եւ տեսնում եմ այստեղ այսպես է 3 կարտերը, ուրեմն այսպես արագիլ ուզում եք հեռանալ, այո, այս բաժնից, այս կոնֆլիկտային մարդուց ուզում եք, այս մարդը չեք ուզում աշխատել, ուզում եք կամուրջը անցնել, փոփոխություն եք ուզում,
տեղափոխվել եք ուզում, բայց չեմ էլ կարծում ուզում եք գործից դուրս գալ, դուք ուզում եք ուղղակի ձեր հիմնարկությունը որտեղ աշխատում եք, մեկ այլ գործի, մեկ այլ բաժին տեղափոխվել։ Ծաղիկներով տեսնում եմ, որ ի վերջո հնարավոր է հաջորդ շաբաթ դեռ կասկածելի է, ես չգիտեմ հաջորդ շաբաթ ձեզ պատասխան կտան թե չէ, բայց ի վերջո հնարավոր է։ Իսկ եթե դուք չեք դիմել, այսպիսի իրավիճակ կարող է նորովի սկսվել, ես կարտերը կարող են հուշել, պարզապես փորձեք խոսել կադրերի բաժնի հետ, ինչ որ մեկի վերադասի հետ, որը որոշումներ է կայացնում, որպեսզի գործից չհեռանաք, առաջարկեք, եթե ինչ-որ մեկի հետ խնդիրներ ունեք, առաջարկեք բաժինը տեղափոխել, չգիտեմ, ձեր կադրը տեղափոխել, սենյակը միգուցե օֆիսի սենյակը ձեր սենյակից դուրս գաք, մեկ այլ սենյակում աշխատեք, այսինքն ինչ-որ փոփոխություն առաջարկեք, ցանկացեք ինչ-որ բան փոխեն ձեզ համար, միգուցե եւ հետագայում դրական պատասխան լինի, դրական փոփոխություն լինի, իրականում տարբերակ տեսնում եմ, միգուցե մի շաբաթ չլինի, բայց հետագայում հնարավոր է։ Ես տեսնում եմ ֆինանսներում ծառ։ Ծառը նշանակում է աճ, առաջ խաղացում, ֆինանսների նաև ավելացում։ Տեսեք, ասում եմ, ես չեմ կարծում դուք աշխատանք կորցնում եք։ Հաջորդ շաբաթ հաստատ դուք աշխատանքից դուրս չեք գալիս, դրա մասին չի խոսքը։ Իսկ ֆինանսները ավելանում են, այդպես կարող եմ ասել։ Օй, շատ լավ է, հարգելիներս, տեսեք, առաջ խաղացում կա, եթե ինչ-որ վարկ եք ուզում, ինչ եք ուզում, գումարի հետ կապված պայմանագիրը կնքվում է, այսինքն համաձայնության գալիս եք, գումարներն էլ գալիս են։ Շատ հեշտ է լինելու, ոչ մի խանգարող հանգամանք չեմ տեսնում։ Այսինքն ֆինանսների հետ կապված առաջ խաղացումը ինչ գործարք ընկնում եք, ինչ ֆինանսների հետ կապված ինչ հարցեր ունեք, ամեն ինչ շատ նորմալ է։ Եթե չունեք ոչ մի հարց չունեք, ֆինանսների հետ ոչինչ չեք անում, ես տեսնում եմ, որ դուք ամեն դեպքում դեռ աշխատող եք, աշխատում եք, ձեր աշխատանքը չեք կորցնում եւ ֆինանսները ձեզ գալիս են։ Ձեր աշխատավարձը ձեզնից չի կտրվում։ Իսկ եթե էլ եմ ասում, ինչ որ ֆինանսական հարցերով, ինչ որ մեկին դիմել եք, ինչ որ հարցերով, համաձայնության կգաք շատ հեշտությամբ, առանց խոչընդոտների եւ ֆինանսներն էլ ձեզ կգան։ Հարգելիներս, տեսեք, շատ լավ կարտեր եմ տեսնում։ Բացի աշխատանքից, աշխատանքի վայրում կոնֆլիկտներ, խնդիրներ կային, իսկ մնացած կարտերը ճանապարհը բաց է ձեր երազանքների անձնականի համար էր։ Շատ գեղեցիկ էր անձնական միայնակների համար, գեղեցիկ էր զույգերի համար, ֆինանսներում առաջ խաղացում հաջողություն, միայն աշխատանքի վայրում էր կոնֆլիկտ։ Եթե կարողանաք տարբերակ գտնել այս կոնֆլիկտային անձից հեռու մնալ, որտեղ կոնֆլիկտ ինչ-որ մեկի պատճառով է, ձեր պատճառով չէր։ Մնացած ամեն ինչը շատ հաջող եմ տեսնում, հարգելիներս, ձեզ հաջող շաբաթ եմ մաղթում։